Արցախում մնացած վերջին հայերից Կարեն Ավանեսյանին Ադրբեջանի իրավապահները սեպտեմբերին էին կալանավորել, մեղադրելով նրան ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, թե իբր պլանավորել էր հարձակվել օկուպացված Ստեփանակերտ այցելած Ալիևի վրա։ Ավանեսյանի զբոսանքի այս կադրերը հրապարակեցին, սրանք ներկայացնելով իբրև փաստ, մինչդեռ բացի միուսապարկ ձեռքն առած աջուձախ անելուց, այդպես էլ որևէ էական գործողություն չես տեսնի տեսանյութում։ Ընդ որում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ավանեսյանի պաշտպանը նկատում է Ստեփանակերտի հրապարակված կադրերում նա քայլում է ոչ թե այն ուղղությամբ, որտեղ այդ պահին եղել է Ալիևը, այլ ճիշտ հակառակ։ Եվրոպական դատարանում կա ընթացքի մեջ գտնվող դատական գործ ընդդեմ Ադրբեջանի։ Մի մասով բավարարվել է հրատապմիջոցի առլու մասին, որ Ադրբեջանը տեղեկություններ հայտնել առողջական վիճակի մասին եւ հնարավորություն տա, որ Կարեն Ավանեսյանը կապնվի մեր հետ, իր փաստաբանների հետ եւ իր հարազատների հետ։ Այդ պայմանը դեռ չի բավարարվել Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը Եվրադատարանի որոշումը չի բավարարել, փոխարենը Ավանեսյանի գործը հասցրել է Գանձակի ծանր հանցագործությունների դատարան։ Ալիևի իրավապահները 58-ամյա տղամարդու դեմ քրեական օրենսգրքի 8 հոդված են դրել, պահանջում են 18 տարվա ազատազրկում, ասում են, թե իբր Կարենը ռազմամթերքի արսենալ է ձեռքի տակ ունեցել, կալաշնիկով, փամփուշտներով լցված պահեստատուփեր, նաև 5 նռնակ, ուզում են համոզել, թե այդ ամենը փոքրամարմին տղամարդը տեղավորել է այս մի պայուսակում առանց շունչ փչելու, տարել ու բերել, հերիք չէ կրակարծակել ոստիկանների ուղղությամբ, նռնակ նետել նույնիսկ։ Բայց որ գործը մտնում է դատարան, արդեն գաղտնիության շղարշը դուրս է գալի։ Այլևս անիմաստ է մարդուն պահել ոչ միայն կալանքի տակ, այլև արտաքին աշխարհից կտրված վիճակում։ Դա ընդհանուր կանոն է, քրեադատավարական նորմա։ Խափան միջոցը կիրառում են առաջին 1-2 ամիսը մարդուն իզոլացնելու համար, որպեսզի հնարավոր լինի վարույթ իրականացնել, բայց գործը որ մտնում է դատարան, արդեն խափան միջոցը փոխում են։ Հիմա բոլոր հայերի վերաբերյալ գործերը խափան միջոցը երբեք չի փոխել։ Միշտ իրան կալանքի տակ են։ Իսկ այս դեպքում նաև առանց որևէ կապի հնարավորության արտաքին աշխարհի հետ հիմնական իրավունքներ են ոտնահարվում։ Խնդիրը ոչ Կարենին է վերաբերում, ոչ էլ հորինված նախահաբեկչական ակտին, ասում են մասնագետները, ըստ նրանց Ալիևյան կլանի հաշվարկներն իրականում բոլորովին այլ են։ Այդ զարգացումները կապ ունեն Բաքվում ընթացող այսպես կոչված շինծու այդ դատավարությունների հետ, որովհետև այդ ամբողջ տեղեկատվական արշավի նպատակը հային հերթական անգամ ճակերտավոր ահաբեկիչ ներկայացնելն է։ Նրանք բոլորը ակնհայտորեն չեն կարող ունենալ զենք զինամթերք, որովհետև արժե որ ադրբեջանական հատուկ ծառայությունները մանրամասն հետազոտություն են արել, ուսումնասիրել են այդ մարդկանց տները, բնակարանները։ Այս օրերին ի դեպ Կարեն Ավանեսյանի պաշտպանները փորձում են Հայաստանի պատասխանատու մարմիններից ստանալ վերջինիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին փաստաթղթերը Ստրասբուրգ ուղարկելու համար, սակայն առողջապահության նախարարությունից հայտնել են, թե տվյալներ մշակող չեն, անհրաժեշտ է դիմել այն բուժհաստատություն, որտեղ կան այդ թղթերը։ Հիմա դիմել ենք իրենց, տեսնենք իրենց պատասխանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։